Բարձրակայում որն է մեր փրկության դուռը։ Մեր փրկությունը մարդը պիտի գիտակցի, որ ինքը ժամանակավոր է այս աշխարհի մեջ։ Դավիթ Մարգարեն ասում է, Տեր, ինչքան է կյանքի սորերը, որպեսզի հասկանամ, թե ինչքան եմ կորցրել, ոչ թե ինչքան պիտի ապրեմ։ Մենք ինչ ենք կորցրել, մեր հնարավորությունը չպիտի կորցնենք, որովհետև ամեն բան քո որոշումից է կախված։ Ադամն ու Եվան գիտեին, որ պիտի մեռնեն, չէ՞ որ ուտեն պիտի մեռնեն, բայց որոշումը իրենցն էր, ընտրել թե չընտրել։ Դու ես որոշում ինչ ընտրել, եւ հստակ է Աստված ասում է, տղաս քո առջև գնում եմ կյանքի եւ օրհնության ճանապարհը եւ մահվան ու անեծքի ճանապարհը, բայց ասում է լավ կլինի, որ դու ընտրես կյանքի եւ օրհնության ճանապարհը։ Հուշում է քեզ, որ լավ կլինի, որ դու սա ընտրես, բայց ընտրությունը քոնն է, քեզ չի ստիպել, որ դու ընտրես, դու քո որոշումն է։ Երբ որ մեկը օրինակ ամուսնա գալիս են ասում են դժբախտ եմ, ամուսինս էս կամ կինս եմ, դու որ ընտրում ես ինչը սիրեցիր իր մեջ, ինչն էր ուզում տեսնել, չէ՞ որ դու ընտրել ես այդ ընտրությունը, դու ես կատարել, թե միայն գեղեցկությանն ես որոշում, միայն գեղեցկությամբ կարաս ապրես, հաշվի չես արել բնավորության պատգծերը, կոնտրության հետևանքն է, դու պիտի առապես, դու պիտի չարչարվես։ Ընտրել ես պիտի տարապես։ Ապրես, այդ ընտրությունը քոնն է, դու ես ընտրել։ Դու ուրեմն պիտի հասկանաս ինչ ես ուզում ընտրել։ Օրինակ ես զույգերի միշտ հարցնում եմ, այս մարդը ինչ է ուզում ամուսնանալ։ Եվ ինչը չես ներիր, ասում հենց հիմա երեսին ասա, մինչև ամուսնությունը։ Մինչև չհանդիպենք, չխոսենք, չեմ ամուսնացնում։ Պիտի խոսի, ասում լսեցիր, ձեռքը բարձրացնես վրան, չհայոյես, չի ներելու քեզ, չդավաճանես հանկարծ, չի ներելու քեզ։ Այստեղ խնդիր կա, դու ինչ ես ընտրում եւ ինչ ես ուզում անել։ Եվ եթե մենք ազգովի մենք հայ ենք, քրիստոնյա ենք, եւ վերջապես քրիստոնյա ենք ասում ես, բայց մենք քրիստոնեական կյանք չունենք այսօր։ Ապացույցում է դատարկ եկեղեցիները։ Միայն մոն վառող մարդիկ, դեռ քրիստոնեություն չի, մարդը դի գիտակցված հասկանա ինչի համար է ինքը քրիստոնյա։ Եթե ինքը զինվորականը զգեստը հակնում է, բայց ասում եմ կոչումը կռվելը չէ, զոհվելը չէ, ուրեմն ինքը սխալ տեղում է։ Եթե հոգեորական է սքեմը հակնում, ասում եմ հոգնել եմ աղոթելուց, ինքը սխալ տեղում է։ Եվ այսօր կարծես թե գրեթե բոլորն այն սխալ տեղում։ Ինչը գիտակցության հարց է, ընտրության հարց է, դու նորից հարցը գալիս ենք այնտեղ ում համար ես անում։ Ես ում համար եմ դարձել հոգեորական։ Ինձ եթե ինձ համար եմ դարձել, սա ինքնավախճան նպատակ։ Ես մի օր կկորցնեմ ամեն ինչ։ Եթե դու Տիրոջն ես ծառայում, պետք է ծառայես։ Կապ չունի մենք որտեղ ենք։ Տերը գովեց ռոմեացի զինվորական, սրապես հավատ չգտա ամբողջ Իսրայելի մեջ։ Ինքը զինվորական է, բայց զորավոր հավատք ուներ։ Եվ Տերը միշտ հարցնում էր, ինչ որ ուզում ես անեմ քեզ համար, հավատում ես, որ կարող եմ անել։ Դա եթե դու չպատասխան, որ հավատում եմ, Տերը չէր կարող անել։ Ասում էր Տեր բժշկիր, ասում էր հավատում ես, որ կարող եմ քեզ բժշկել։ Տեր օգնի ինձ, որ հավատում ես, որ կարող եմ օգնել քեզ։ Այսինքն դու պետք է հավատք ունենաս, գիտակ, այսինքն հավատքը ներ վստահել, այսինքն վստահություն թե չունես, շատ դժվար է։ Ես չեմ պատկերացնում, ասենք զինվորական ինքը խուսափի կռվից, ուրեմն ինքը զինվորական չի։ Եթե հոգեվորական թե ինքը խուսափն է փորձություններից, որ իրենք կամ պատվեն կհայոյեն, ուրեմն ինքը սխալ ճանապարհ է ընտրել։ Դա պետք է անցնել, որտեղ Քրիստոսին են այդպես վարվել, մեզ հետ էլ պիտի վարվեն, առանց վախենալու երկերուտ պիտի գնաս առաջ։